Հնդկաստանի ու Պակիստանի սահմանային շրջանների բնակիչները պատրաստվում են հնարավոր ռազմական գործողությունների, կառուցում են ապաստարաններ, կուտակում պարենային պաշարներ։ Նյու Դելիի ռազմաօդային ուժերն ակրաման զորավարժություններ են անցկացրել։ Ընդգրկելով կործանիչները, սա կարող է դիտվել որպես հնարավոր ռազմական գործողությունների նախապատրաստություն։ Պակիստանի զինված ուժերը նույնպես բարձր պատրաստվածության են բերված։ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հարևան Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է։ Լարված է իրավիճակը սահմանին Հնդկաստան-Պակիստան, ինչը անշուշտ մտահոգիչ է, քանզի երկուսն էլ միջուկային պետություններ են եւ կարող է մի պահ չդիմանան այդ գայթակղությանը միջուկային զենք կիրառելու, բայց ես կարծում եմ Հնդկաստանի դերակատարումը այստեղ առիվր ուրիշ է։ Հնդկաստանը ցավոք սրտի համաձայնվել է հանդես գալ կարծես թե կատալիզատորի դերում Չինաստանին տարածաշրջանային մեծ պատերազմի մեջ ներկայացնելու համար։ Ստացվում է թիրախը Պակիստանը չէ, այլ Չինաստանը։ Ամերիկան ցանկանում է Չինաստանին կանգնեցնել փաստի առաջ, ի պատասխան այն պատժամիջոցների, որոնք այդ երկիրը սահմանել է ամերիկյան ապրանքների համար։ Միշտ էլ Միացյալ Նահանգները բավականին ջերմ հարաբերություններ ունեցել Պակիստանի հետ, միշտ։ Ավելին, Պակիստանի բոլոր իշխանությունները փոխվել են Միացյալ Նահանգների գիտությամբ։ Եվ հիմա այնպեսի իրավիճակ է ստացվում, որ Տրամպը հայտարարում է, որ ինքը Պակիստան-Հնդկաստան այս կոնֆլիկտում աջակցում է Հնդկաստանին։ Սա զարմանալի է ըստ էության։ Փոխանակ որպես միջնորդ հանդես գալ եւ կանգնեցնի այս ամենը, կարծես թե կրակի վրա յուղ են լցնում։ Կողմերը հիմա կապի մեջ են դիվանագիտական խողովակներով։ Օրերս ԱՄՆ պետքարտուղարը զրուցել է Պակիստանի վարչապետի ու Հնդկաստանի արտգործնախարարի հետ, սակայն էսկալացիան չի նվազում։ Հնդկաստանն արգելք է սահմանել Պակիստանից ապրանքների ներմուծման եւ տարանցման վրա։ Ֆրանսիան Հնդկաստանի հետ պայմանագիր է ստորագրել 26 Ռաֆալ ինքնաթիռ մատակարարելու համար։ Կրակի վրա ակնհայտորեն յուղ են լցնում, Չինաստանի դեմ Հնդկաստանին զինում են, որտեղ այստեղ խնդիրը Պակիստանը չի։ Գիտենք, որ 200 միլիոնանոց Պակիստանը դժվար թե կարողանա դիմադրել 1.5 միլիարդանոց Հնդկաստանին ամեն դեպքում։ Սրան զուգահեռ լարվել են Վիետնամ-Չինաստան հարաբերությունները։ Մասնագետը տպավորություն ունի, որ Պեկինին փորձում են ներփակել տարածաշրջանում, սեղմել երկու կողմից, ներքաշել պատերազմի մեջ, թույլ չտալով խառնվել համաշխարհային գործերին։ Թրամփն այս կերպ փորձում է մեկուսացնել Չինաստանին։ Այս պահին երկրորդ պլան է մղվել Իրանը։ Կարծում եմ, մենք առաջիկայում կտեսնենք լուրջ բախում, բայց հուսանք, որ գործը չի հասնի միջուկային պատերազմի։ Պակիստանի եւ Հնդկաստանի հարաբերությունների վատթարացումը կարող է արդյոք ազդեցություն ունենալ հարավային Կովկասի վրա, հաշվի առնելով, որ այս երկրներից մեկն Ադրբեջանի սերտ գործընկերն է, մյուսը Հայաստանի։ Երևանը Հնդկաստանից է զենք ներկրում, Բաքուն Պակիստանից։ Մասնագետի խոսքով սա մեր ռազմատեխնիկական գործակցության վրա չի ազդի։ Սա ըստ էության բումերանգի էֆեկտով պտտվեց եկավ հասավ հենց իրենց պակիստանցիներին, երբ իրենք Շուշիում եւ Հադրութում արդեն ըստ տարածված տեղեկատվության եւ կարծես թե ճշտվում է չի էլ հերքվել, որ օրինակ Հադրութում մեր դեմ լեռնային հրաձիգներն են կռվել նաեւ պակիստանցի։ Պակիստանը սա պիտի հասկանար եւ հասկանա, որ այդ Հադրութը մի օր պայթելու է Պակիստանում։ Եվ այդ Հադրութը պայթեց Պակիստանում։ Այսօր Պակիստանը գոյաբանական լուրջ խնդրի առջև է կանգնել։ Հնդկաստանն արդեն բացահայտասում է, որ Պակիստանը պետք է 5 մասի բաժանվի։ Տպավորություն է, որ այս երկիրը դրվել է համաշխարհային զոհասեղանին եւ արդեն որոշում կա, որ Պակիստանը չպետք է լինի այն սահմաններով, ինչ հիմա է։ Դարձյալ քարտեզի վրա նոր սահմաններ են գծվում։ Սրանով Միացյալ Նահանգները մի քանի քայլ է անում ստրատեգիական, Հնդկաստանին փորձ է անում սիրաշելով պոկել BRICS-ից, որտեղ հիշում ենք Տրամպի ցավոտ վերաբերմունքը, որ եթե ձեզ թվում է, թե դուք BRICS-ում հավաքվել եք եւ դոլարին այլընտրանք եք առաջարկում, հիմա դուք կտեսնեք դոլարի այլընտրանքը։ Մասնագետի խոսքով Հնդկաստանի այս տեմպով զինումը վկայում է, որ Նյու Դելիին պատրաստում են տարածաշրջանային մեծ պատերազմի, իսկ Ռուսաստանն այս կոնֆլիկտի մեջ չի ներքաշվի։ Իրանի հետ կարող է միջնորդի դեր ստանձնել լարումը թուլացնելու համար։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։